Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ 51-րդ Սաղմոսի 17-րդ խոսքը ասում է. Աստծո ընդունելի զոհը կոտրված հոգին է, բեկված ու խոնարհ սիրտը, ով Աստված, դու չես անարգում։ Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին բացի ամեն մեկիս, ամեն հայի միտքը, մեր սրտերը, մեր հասկացողությունը, որպեսզի ամեն հայ մարդ, անկախ նրանից դու սովորական մարդ ես, թե բարձրաստիճան հոգևորական, ամեն մեկս գիտակցենք, որ մենք, ինչպես բոլոր մարդիկ այս աշխարհի վրա, հակված ենք մեղքի և դրա պատճառով զրկված ենք Աստծո փառքից, որպեսզի մեր հոգին ցավա, ողբա մեր մեղքերի համար, և մենք մեր սիրտը, ամեն մեկս մեր սիրտը խոնարհացնենք Աստծո առաջ, խոստովանենք մեր մեղքերը, ներում, շնորհ և ողորմություն խնդրենք Աստծուց, որովհետև միայն նման մարդկանց, ապաշխարող, իր մեղքը ընդունող և խոստովանող մարդկանց Աստված չի անարգում, այլ ընդունում է նման մարդկանց կոտրված, բեկված հոգին որպես ընդունելի զոհ։ Սա է իմ աղոթքը յուրաքանչյուրիս համար։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Իսկ հիմա անդրադառնանք Դեյվիդ Ջերեմիայի գրքին, որ Աստված սիրում է և միշտ էլ կսիրի գրքին, որ Աստված սեր է։ Այսօր սկսենք խոսել այն մասին, որ Աստծո սերը պարզ է և ամենևին էլ բարդ չէ։ 20-րդ դարի շվեյցարացի աստվածաբան Կարլ Բարթը մի գիրք էր գրել, որ կոչվում էր եկեղեցական դոգմատիկա, և այս աստվածաբանական աշխատությունը իր մեջ պարունակում է ավելի քան 6 միլիոն բառ։ Պատմում են, որ երբ Բարթը 1962 թվականին առաջին անգամ մեկնեց Միացյալ Նահանգներ, մի ուսանող խնդրեց նրան ամփոփիչ կերպով ներկայացնել իր գրած լայնածավալ աստվածաբանական աշխատության բովանդակությունը։ Հավաքվածների մեծ ամբոխը սպասում էր Բարթի պատասխանին, ակնկալելով խորը հայտնություններ։ Բարթը մի քանի վայրկյան մտածեց և ասաց. Հիսուսը սիրում է ինձ, ես դա գիտեմ, որովհետև Աստվածաշունչն է ինձ այդպես ասում։ Իր 6 միլիոնանոց աշխատությունը նա այս պարզ նախադասությամբ ներկայացրեց։ Ուզում եմ նորից կրկնել. Հիսուսը սիրում է ինձ, ես դա գիտեմ, որովհետև Աստվածաշունչն է ինձ այդպես ասում։ Հավաքվածները իսկապես շատ խորը հայտնություն ստացան, բայց այդ խորը հայտնությունը նաև շատ պարզ էր, հասկանալի, ընկալելի ու ոչ բարդ։ 13 պարզ բառերով Կարլ Բարթը ամփոփեց քրիստոնեական ողջ աստվածաբանության էությունը, այնպես, որ երեխան կարող էր ընկալել նույնքան հեշտությամբ, որքան համաշխարհային մակարդակի գիտնականը։ Հովհաննես ավետարանի 3 գլխի 16-րդ խոսքը, որ աստվածաշնչյան համարներից ամենահայտնին և ամենասիրելին է, արտացոլում է Աստծո սիրո իմաստը մեզ համար։ Աստված սիրեց և տվեց, որպեսզի մենք պարզապես հավատանք։ Կարդանք Հովհաննես ավետարանի 3 գլխի 16-րդ խոսքը։ Այս գալիք մի քանի օրը մենք կենտրոնանալու ենք այս պարզ, հստակ, բայց աշխարհի տիեզերքի խորությունը կրող Աստծո սիրտը հայտնող խոսքի վրա։ Կարդանք. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Թույլ տվեք,
երկու անգամ եւս կարդամ, ուշադիր լսի ամեն բառին, դանդաղ եմ կարդալու, սիրտդ բացի թող Աստծո այս խոսքերը մտնեն սիրտդ։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հիմա մեկ այլ ձևով կարդամ. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին տվեց, որպեսզի դու նրան հավատաս, չկորչես, այլ հավիտենական կյանք ունենաս։ Շատ ու շատ գրքեր ու աշխատություններ կարելի է գրել այս խոսքերի շուրջ ու գրվել են, ու կարող են գտնել նոր խորություններ այս ճշմարտության մեջ։ Սակայն աստվածաբանական այս հսկայական ծառը բխում է մեկ սերմից, որը շատ պարզ ու հասարակ է։ Աստված սիրում է։ Չնայած Աստված սիրում է այնպիսի խորը ձևով, որոնք մենք երբեք չենք կարող ըմբռնել, բայց Աստված նաև այդ սերը արտահայտել է այնպիսի հասկանալի ձևով, որ ողջ մարդկությունը կարող է հասկանալ։ Մենք պարտավոր չենք խորանալ աստվածաբանության խորքերը, հասկանալու համար, թե ինչ է նշանակում «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը, երբ այն ասվում է սրտի լեզվով։ Ուրեմն սիրտդ բացի, որպեսզի Աստծո սրտի լեզուն հասկանաս, որպեսզի կարողանաս ընդունել Աստծո սերը։ Հիմա խոսենք այն մասին, որ Աստծո սերը անպայմանական է։ Քրիստոնյաների մեծ մասը ծանոթ է ագապե բառին, որն օգտագործվում է Աստծո անվերապահ առանց պայմանների սերը նկարագրելու համար։ Ես ինքս տարբեր ժամանակներում շատ եմ խոսել ագապե սիրո մասին, սիրո տեսակների մասին։ Ես Նարինես անձամբ այս մասին կիսվել եմ ձեզ հետ, բացատրել, թե ագապե սերը ինչ է իրենից ներկայացնում։ Նոր կտակարանի հեղինակների համար Աստծո կողմից անկատար մարդկանց կատարյալ կերպով սիրելու գաղափարը այնքան արմատական եւ նոր էր, որ միայն համեմատաբար նոր ագապե բառը կարող էր այդ սերը արտահայտել։ J.E. Փաքերը բացատրում է այսպես. Նոր կտակարանի ժամանակների հունական եւ հռոմեական աշխարհը երբեք չէր երազել նման սիրո մասին։ Հունական եւ հռոմեական չակերտավոր աստվածները հայտնի էին կրքի, տրփանքի, ցանկասիրության համար, բայց նրանք հայտնի չէին մեղավորներին սիրելու համար։ Եվ նոր կտակարանի հեղինակները ստիպված էին ներմուծել այն, ինչը գործնականում նոր հունարեն բառ էր՝ ագապե, որպեսզի արտահայտեին Աստծո սերը այնպես, ինչպես նրանք տեսել էին Հիսուսի մեջ, ու անձամբ ապրել այդ սերը ու ականատես եղել այդ սիրուն։ Հիշենք, որ Աստվածաշնչի հեղինակը ինքը Սուրբ Հոգի Աստված է։ Նա է տվել այս ամենը մարդկանց, ովքեր գրել են։ Աստված իր մատով չի գրել, բայց նրանն է խոսքը, նա է փոխանցել այս ամենը եւ մարդիկ գրել են։ Այս սիրող հետապնդող Աստվածը հստակ տեսանելի էր հին կտակարանում, բայց նրանց համար, ովքեր միայն մակերեսորեն են կարդում հին կտակարանը կամ գուցե երբեք էլ չեն կարդացել, դա դժվար է տեսնել։ Սակայն նոր կտակարանում Աստծո սերը լիովին դրսևորվում է Հիսուս Քրիստոսի հայտնության միջոցով։ Զարմանալի չէ, որ բարի լուրը, Քրիստոսի լուրը, ավետարանը, այդքան արագ դուրս եկավ Երուսաղեմից և տարածվեց միջերկրածովյան աշխարհում Քրիստոսի խաչելությունից հետո։ Բարի լուրն ասում է, որ Աստված սիրում է բոլորին, ոչ միայն մեկ ազգի, ոչ միայն Իսրայելին, ոչ միայն մեկ ցեղի կամ մեկ կոնկրետ խմբավորման,
Բարի լուրն ասում է, որ Աստված ցանկանում է փրկել յուրաքանչյուր մարդու իրենց իսկ գործած մեղքերի թակարդից, եւ որ Աստված փոխարենը ոչինչ չի ուզում, բացի մեր հետ հաղորդակցվելու, շփվելու ուրախությունից։ Նման լուր երբեք չէր եղել աշխարհի եւ ոչ մի մասում։ Անպայմանական սերը, առանց պայմանների սիրելը հակասում է մեր մարդկային բնույթի ամենահիմնական մղումներին։ Մենք հակված ենք սիրել պայմանականորեն։ Մենք սիրում ենք նրանց, ովքեր մեզ բարիք են անում։ Մենք սիրում ենք միայն նրանց, ում արժանի ենք համարում։ Աստծո սերը այդպես չէ, նման չէ մեր սիրուն։ Քրիստոնյաները տեսնում են Աստծո անվերապահ, անպայմանական սիրո դրսևորումը խաչի վրա։ Դա սեր է բացարձակապես անարժանների հանդեպ։ Սեր, որը բխում է Աստծուց, ով սիրում է պարզապես այն պատճառով, որ ինքը սեր է։ Նման սեր մարդը երբեք չի կարող պատկերացնել։ Միայն Աստված կհամարձակվի սիրել այդպես ու նաև սովորեցնել մեզ այդպես սիրել, եւ դա անում է Սուրբ Հոգին, որտեղ Աստծո նպատակն է, որ ես մնամ ոչ թե ոնց որ Նարինեն եմ, իմ պայմանական սիրելով, իմ աններողամտությամբ, այլ ես օր-օրի, շնորհի փոխվեմ ու նմանվեմ Հիսուս Քրիստոսին։ Սա է քրիստոնեության նպատակը, սա է ամեն քրիստոնյայի գեր նպատակը, կամ սա պիտի լինի։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչ ուղղվածություն ունի Աստծո սերը, ում է ուղղված Աստծո սերը։ Առաջին հայացքից շատ հեշտ հարց է թվում, ում է սիրում Աստված։ Իհարկե մեզ բոլորիս, բայց մեզ բոլորիս արտահայտությունը ներառում է մի քանի որոշակի խմբերի։ Եկեք ուսումնասիրենք այդ յուրահատուկ խմբերին, որ ստանում են Աստծո սերը, եւ թե ինչպես է Սուրբ Գիրքը նկարագրում Աստծո սերը նրանց հանդեպ։ Նախ եւ առաջին, Աստված սիրում է իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Աստծո սիրո ամենաակնառու ստացողը իր որդին է Հիսուս Քրիստոսը։ Երկու անգամ սրա մասին խոսվում է Աստվածաշնչում։ Առաջին անգամ Հիսուսի մկրտության ժամանակ եւ կրկին Հիսուսի այլակերպության ժամանակ Հայր Աստված հայտարարեց իր սերը Հիսուս Քրիստոսի իր որդու հանդեպ։ Կարդանք Մատթեոս ավետարանի 3:17 խոսքը։ Սա Հիսուսի մկրտության ժամանակ։ Եվ ահա երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։ Իսկ Մատթեոս ավետարանի 17:5 խոսքում Քրիստոսի այլակերպության ժամանակ կարդում ենք. «Մինչ Հիսուսը խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ բարեհաճությունը, դրան լսեք»։ Իր աշակերտների հետ Հիսուսի վերջին մտերիմ զրույցի ժամանակ Հիսուսը խոսեց Հայր Աստծո սիրո մասին իր հանդեպ։ Կարդանք Հովհաննես ավետարանի 17:24 խոսքը. «Հայր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն, այն փառքը, որ ինձ տվեցիր, որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը»։ Ավելի վաղ Հովհաննես ավետարանի 5:20 խոսքում Հիսուսն ասում է. «Որովհետև Հայր Աստվածը սիրում է որդուն եւ ցույց է տալիս նրան այն ամենը, ինչ ինքն է անում, եւ նրան էլ ավելի մեծ գործեր է ցույց տալու, որ դուք պիտի զարմանաք»։ Եկեք մի հատ նորից կարդանք Հովհաննես ավետարանի 3:16 համարը։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մենք չենք կարող լիովին հասկանալ Հովհաննես 3:16 խոսքի իմաստը
եւ այն զոհաբերության խորությունը, որի մասին համարը նշում է, տվեց բառով, եթե չգիտակցենք Հայր Աստծո խորը եւ անսասան սերը իր միածին որդու Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Դու քո սիրելի երեխայի կյանքը կտաս ինձ համար, կամ որ ավելի վատ է, մի անարժանի համար։ Ես ու դու կասեինք ոչ, իսկ Աստված ասեց այո, կտամ իմ միածին, իմ սիրելի որդու կյանքը, ես կգնամ այդ զոհողությանը, իմ սիրտը կխոցեմ քեզ համար։ Հիսուսը իր կյանքը տվեց քեզ համար։ Սա զոհաբերվող, կյանք տվող սեր է։ Սա աստվածաշնչյան սեր է։ Սա սեր է, որով Աստված մեզ սիրում է, ուզում է մենք էլ այդ սիրով իրար սիրենք եւ մեր թշնամիներին սիրենք, որտեղ մենք էլ Աստծո թշնամին ենք։ Երկրորդ խումբը, ում Աստված սիրում է, այստեղ ամուր բռնվեք, որտեղ շատերի դուր չի գալու, բայց սա Աստծո ճշմարտությունն է։ Ու եթե դուք ասում եք Աստծուն սիրում եմ, դուք էլ Աստծո պես պետք է սիրեք Իսրայելին։ Հին կտակարանի կենտրոնական թեմաներից մեկը Աստծո սերն է իր ժողովրդի Իսրայելի հանդեպ։ Մի ժողովուրդ, որին Աստված հատուկ ընտրել է իր օրհնությունը աշխարհին բերելու համար։ Ամենակարող Աստված անընդհատ արտահայտում է իր անսպառ սերը հրեա ժողովրդի հանդեպ։ Օրինակ, Երեմիա մարգարեն մեզ ասում է Երեմիա 31-ի 35-ից 37 խոսքերում. Այսպես է ասում Տերը, որ նարեգակը հաստատել է ցերեկվա լույսի համար, իսկ լուսնի եւ աստղերի կանոնները գիշերվա լույսի համար, որը գրգռում է ծովին ու գոչում է նրա ալիքները։ Նրա անունը զորությունների Տեր է։ Եթե այս կանոնները վերանան իմ առաջից, այսինքն արևը լույս չտա, լուսինը լույս չտա եւ այլն, ասում է Տերը, Իսրայելի սերունդն էլ իմ առաջ ընդմիշտ կդադարի ազգ լինելուց։ Տերն այսպես է ասում. եթե վերևում երկինքը հնարավոր լինի չափել, իսկ ցածում երկրի հիմքերը հետազոտել, ես էլ Իսրայելի ամբողջ սերնդին իրենց բոլոր արածների համար կմերժեմ, ասում է Տերը։ Այսինքն մենք հասկանում ենք, որ արևը միշտ կա, լուսինը միշտ կա, նման ձևով էլ Աստծո սերը հավիտենական է Իսրայելի հանդեպ։ Այսինքն Աստված հավատարիմ կլինի Իսրայելին այնքան ժամանակ, քանի դեռ արևը, լուսինը եւ աստղերը փայլում են եւ Աստծո կողմից հաստատված կանոնները դեռ գործում են։ Այսինքն մինչև աշխարհի վերջը Աստված միշտ սիրելու է Իսրայելին ու հրեա ժողովրդին։ Սա չի նշանակում, որ Աստված չի պատժում Իսրայելին ու հրեա ժողովրդին։ Ուսումնասիրեք նրանց պատմությունը, կարդացեք Աստվածաշունչը։ Բայց նորից եմ ասում, Աստծո դատաստանի ու ցասման մեջ էլ հենց Աստծո սերն է նորից։ Եսայի մարգարեն հաճախ է խոսել Աստծո Իսրայելի հանդեպ ունեցած հատուկ սիրո մասին։ Եսայի 49-15-ից 16-ում ասվում է. Միթե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը եւ չի գթա իր որովայնի ծնունդին։ Եթե նա մոռանա իսկ ես սակայն քեզ չեմ մոռանա։ Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ։ Ամբողջ Սուրբ գրքում ամենացնցող բառային պատկերներից մեկը նկարագրում է, թե ինչպես է Աստված հոգ տանում եւ պաշտպանում Իսրայելին։ Երկու անգամ Իսրայելը կոչվում է Աստծո աչքի բիբը։ Բ օրինաց 32-ի 10 խոսքում։ Նրան գտավ ամայի մի երկրում, վայրի ոռնացող անապատում, շրջապատեց նրան, խրատեց նրան պահպանեց իր աչքի բիբի պես։ Նկատեցիք, խրատեց նրան, բայց պաշտպանեց իր աչքի բիբի պես։ Զաքարիա 2-ի 8-րդ
գլխում, որովհետև զորքերի Տերը այսպես է ասում. «Փառքի հետևից է ինձ ուղարկել ձեզ կողոպտող ազգերին, որտև ձեր դիպչողը նրա աչքի բիբին է դիպչում»։ Ուրեմն մարդ արարած, երբ որ դու իսրայելցուն հրեային Իսրայելին անիծում ես, չարիք ես ցանկանում, դու Աստծո աչքի բիբին ես կպնում։ Հասկանում ես ինչ ես անում, հասկանում ես ինչ պատասխան ես տալու Աստծուն։ Աստծո սերը Իսրայելի հանդեպ չի նշանակում, որ Աստված մնացած մարդկանց ու ազգերին պակաս է սիրում, բայց քանի որ Աստված ընտրեց Իսրայելին մեզ բոլորից փրկագնելու իր ծրագիրը իրականացնելու համար, Իսրայելը այն հատուկ առաջադրանքը իրենց վրա Իսրայելի վրա կրելու համար Իսրայելը եւ հրեա ժողովուրդը հատուկ տեղ ունեն Աստծո սրտում։ Եվ մենք պետք է ոչ թե նախանձենք կամ ատենք Իսրայելին ու հրեա ժողովրդին, համեմատվենք նրանց հետ, այլ սիրենք նրանց, աղոթենք նրանց համար, որտեվ այն Աստված, ով սիրում է քեզ, սիրում է նաեւ նրանց, որ իր աչքի լույսն են, իր աչքի բիբն են։ Հիշենք, այն, որ Աստված սիրում է մեզ, չի շղթում Աստծո սրբությունը, արդարությունը։ Սիրել չի նշանակում արդարացնել մեր մեղքը։ Այն, որ Աստված սիրում է Իսրայելին, չի նշանակում Աստված արդարացնում է Իսրայելի մեղքը։ Սա չմոռանանք։ Հրեա ժողովուրդը հռոմեացիների հետ միասին սպանեցին Աստծո որդուն, բայց Աստված երդվել է, որ նա փրկելու է Իսրայելի ժողովրդին։ Եթե դու ասում ես ես քրիստոնյա եմ, դու ո՞նց կարող ես Աստծո կամքին, սրտին դեմ գնալ ու հավատալ, որ այդ Աստված քեզ կօրհնի, քեզ կպաշտպանի, քեզ երկինք կընդունի, քեզ դրախտ կտանի։ Ինչպես է դա հնարավոր։ Հաջորդ խումբը, ում Աստված սիրում է։ Աստված սիրում է նրանց, ովքեր հավատում են Քրիստոսին։ Եթե մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, ոչ թե հավատում ենք, որ եղել է, որտեղ սատանան էլ դա գիտի, այլ Հիսուս Քրիստոսին ընդունել ենք որպես մեզ Տեր ու Փրկիչ, ու մեր կյանքը տվել նրան, եւ հնազանդվում ենք նրան, այս հավատքի մասին եմ խոսում, ապա Հայր Աստվածը սիրում է մեզ, ինչպես սիրում է իր որդուն Հիսուս Քրիստոսին, ինչպես սիրում է Իսրայելին։ Սա զարմանալի հասկացություն է։ Վերնատանը իր ձերբակալության գիշերը Քրիստոսը աղոթեց հենց այս ճշմարտության մասին։ Կարդանք Հովհաննես Ավետարանի 17-րդ գլխի 23 խոսքը։ Ես նրանց մեջ եւ դու իմ մեջ, որպեսի կատարյալ լինեն միության մեջ, որպեսի աշխարհն իմանա, որ դու ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր, ասաց Հիսուսը։ Եվ Հիսուսը նույն ասաց նաև Հովհաննես Ավետարանի 16-րդ գլխի 27-ում, որովհետև Հայրն ինքը սիրում է ձեզ, քանի որ դուք ինձ սիրել եք ու հավատացել, որ ես Աստծուց եմ ելել։ Ում էր ուղղում Քրիստոսը այս խոսքերը իրեն հավատացողներին։ Այդ ժամանակ նրանք հրեաներն էին միայն, բայց հետո տարածվեց աշխարհով մեկ։ Նույնը վերաբերում է ամեն մեկին, վերաբերում է ինձ, վերաբերում է քեզ, եթե դու իսկապես Քրիստոսինն ես։ Հայր Աստծո սերը որդու հանդեպ սուրբ է եւ մեզ համար գուցե անհասկանալի։ Սակայն Հայր Աստված նաև խոստացել է սիրել Քրիստոսին հավատացողներին, նույնքան խորը, նույնքան լիարժեք սիրով, ինչպես սիրում է իր որդուն, դարձնելով մեզ իր զավակները, որդեգրելով մեզ Քրիստոսի միջոցով եւ իր թագավորության լիիրավ համաժառանգորդները մեզ դարձնելով։ Պողոս առաքյալը Հռոմեացիների 8-րդ գլխի 14 խոսքում ասում է նրանց մասին, ովքեր առաջնորդվում են Աստծո հոգով, որ նրանք Աստծո որդիներ են։ Ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են։ Կողոսացիներին ուղված իր նամակում, Կողոսացիներ 3:12-ում, Պողոսը Քրիստոսի հետևորդների մասին խոսում է որպես Աստծո ընտրյալների, սուրբերի եւ սիրելիների։
Իսկ Թեսաղոնիկեցիներին ուղված իր երկրորդ նամակում, երկրորդ Թեսաղոնիկեցիներ 2 գլուխ 16-ում Պողոս առաքյալը Աստծուն նկարագրում է որպես մեր Աստված եւ Հայր, որը սիրեց մեզ ու հավիտենական մխիթարություն եւ բարի հույս տվեց մեզ իր շնորհով։ Աստծո սերը հավատացյալների հանդեպ չի նշանակում, որ Աստված չի սիրում անհավատներին, այլ որպես Հիսուս Քրիստոսին հավատացողներ մենք դարձել ենք Աստծո զավակները։ Այժմ Աստված սիրում է մեզ որպես իր սեփական ընտանիքի անդամների։ Ուրեմն մենք խոսեցինք 3 խմբերի մասին։ Աստված սիրում է իր որդուն Հիսուս Քրիստոսին, Աստված սիրում է իր ժողովրդին Իսրայելին, Աստված սիրում է Քրիստոսի հետևորդներին, որոնք դարձել են իր զավակները, 4-րդ խումբը Աստված սիրում է աշխարհը։ Աստծո սիրո ամենախորը արտահայտությունը պարուրված է այս ճշմարտության մեջ, որ գրված է Հովհաննես Ավետարանի 3 գլխի 16 խոսքում։ Նորից կարդանք. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այս աշխարհը, որ Աստված սիրում է, մի աշխարհ է, որը մարդը փչացրեց ու կործանեց մեղքի մեջ ընկնելով։ Սակայն մարդու ձախողումը չմարեց Աստծո անվերապահ, անպայմանական սերը։ Իրականում, ինչպես Պողոսն է մեզ ասում Հռոմեացիներ 5-րդ նամակի 8-րդ խոսքում, Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Մենք կարող ենք նաև տեսնել, որ Աստված սիրում է ամբողջ աշխարհը, թե մեղավորներին, թե սրբերին, Պողոսի Տիմոթեոսին ուղված խոսքերում։ Առաջին Տիմոթեոս նամակի 2-րդ գլխի 4-րդ խոսքում ասվում է. Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ ճշմարտության ճանաչմանը հասնեն։ Ինչ է սա, եթե ոչ սեր, որ Աստված ցանկանում է, որ բոլոր մարդիկ փրկվեն։ Բայց Աստծո ցանկանալը մի մասն է։ Դու պիտի ցանկանաս, դու պիտի նաև դիմես Աստծուն, խնդրես Աստծուն։ Պետրոս առաքյալը հաստատեց այս ճշմարտությունը ասելով 2 Պետրոս 3 գլխի 9-րդ խոսքում. Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որտև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության կան։ Բայց դա չի նշանակում, որ բոլորը կգան ապաշխարության, ուղղակի այստեղ մենք տեսնում ենք Աստծո սիրտը։ Անկախ նրանից, թե որքան չար կարող է դառնալ այս աշխարհը, անկախ նրանից, թե որքան խորը կարող է ընկղմվել մեղքի մեջ, այս աշխարհը Աստծո սերը անփոփոխ է։ Հիսուսը Աստծո այս սերը աշխարհի հանդեպ համեմատում է այն հովվի սիրո հետ, որ հովիվն ունի իր մոլորված ոչխարի հանդեպ։ Հովիվը գնում է անապատ փնտրելու եւ փրկելու այդ կորած գառանը։ Ղուկաս Ավետարանի 15-րդ գլխի 4-րդ խոսքում ասվում է. Ձեզանից ով 100 ոչխար ունենա, եւ եթե դրանցից մեկը կորցնի, 99 անապատում չի թողնի եւ կորածի հետևից չի գնա, մինչեւ որ այն գտնի։ Կարևոր է, որ այս ամենը սխալ չհասկանանք, որ սխալ եզրահանգման, կործանարար եզրահանգման չհանգենք։ Աստված ատում է մեղքը, բայց Աստված երբեք չի դադարում սիրել մեղավորներին։ Աստված երբեք չի դադարում գնալ նրանց ձախողումների, մեղքերի, հանցանքների, անիրավությունների, անօրենությունների, պղծությունների, ապստամբությունների, հակառակությունների խճճված անապատ նրանց փրկելու համար։ Եվ վերջապես, հաջորդ խումբը, ում Աստված սիրում է։ Աստված սիրում է քեզ։ Աստված սիրում է ինձ, եւ Աստված սիրում է քեզ։ Աշխարհի հանդեպ Աստծո անսահման սիրո ֆոնին մենք կարող ենք կարծել, որ Աստծո սերը նաև մտերիմ եւ մենք կարող ենք կասկածել, որ Աստծո սերը նաև մտերիմ է եւ անձնական է։
Սակայն ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից։ Սուրբի իմացությունը գրքում Ա.Վ. Թոզերը գրում է. Աստծո սերը տիեզերքի մեծ իրողություններից մեկն է։ Աստծո սերը այն սյունն է, որի վրա հենվում է աշխարհի հույսը։ Բայց Աստծո սերը նաև անձնական մտերմիկ բան է։ Աստված չի սիրում բնակչությանը, Աստված սիրում է մարդկանց։ Աստված սիրում է ոչ թե զանգվածներին, այլ որոշակի տղամարդկանց եւ կանանց եւ երեխաներին, այսինքն ամեն տղամարդու, ամեն կնոջ, ամեն երեխայի։ Աստված սիրում է մեզ բոլորիս մի հզոր սիրով, որը ոչ սկիզբ ունի ու չի կարող նաեւ ավարտ ունենալ։ Նմանատիպ, բայց ավելի հակիրճ մտքով Սուրբ Ավգուստինոսը ըստ տեղեկությունների ասել է. Աստված սիրում է քեզ այնպես, կարծես դու միակ մարդն ես այս աշխարհում, եւ Աստված սիրում է բոլորին այնպես, ինչպես նա սիրում է քեզ։ Իր քնքշության իմաստությունը գրքում Բրեննան Մենինգը պատմում է Էդվարդ Ֆարելի պատմությունը, մի մարդու, որը որոշել էր իր հայրենի Դիթրոյթ քաղաքից մեկնել Իռլանդիա երկշաբաթյա ամառային արձակուրդի, որտեղ նա նշելու էր իր հորեղբայր Սամուելի 80-ամյակը։ Հորեղբոր ծննդյան օրվա վաղ առավոտյան նրանք զբոսանքի գնացին Քիլարն լճի ափին։ Երբ արևը ծագեց, հորեղբայրը շրջվեց եւ ուղիղ նայեց արևածագին։ 20 րոպե նրանք լուռ կանգնած էին այնտեղ, ապա տարեց հորեղբայրը սկսեց ցատկոտել ափի երկայնքով ու մի անհասկանալի ժպիտ էր փայլում նրա դեմքին։ Էդվարդը հարցրեց. «Հորեղբայր Սամուել, դու շատ երջանիկ տեսք ունես, կասես, թե ինչու»։ «Այո, տղաս», ասաց ծերունին, արցունքները հոսում էին նրա դեմքից։ «Հայրս, ի նկատի ունենալով Հայր Աստծուն, շատ է սիրում ինձ։ Ախ, հայրս շատ է սիրում ինձ»։ Այդ պահին Սամուելը զգացել էր, թե որքան է ինքը սիրված իր երկնային հոր կողմից, մեր Աստծո կողմից, եւ նրա սիրտը լցվել էր ուրախության անսահման զգացումով, եւ դրա համար նա ցատկոտում էր ու պարում էր լճի ափին։ Դուք երբևէ ունեցել եք նման պահ։ Դուք երբևէ արթնացել եք եւ ասել. Աստված իսկապես սիրում է ինձ։ Շատերս չենք ունեցել։ Ամեն օր նայի հայելու մեջ եւ հիշեցրու ինքդ քեզ, որ Աստված սիրում է քեզ։ Աղոթքս է, որ եւ ես, որ ամեն մեկս ունենանք այդպիսի մտերմիկ ու անձնական սիրո պահեր Աստծո հետ, որ իմանանք, որ նա սիրում է մեզ, զգանք նրա սերը եւ պատասխանենք սիրով Աստծուն, ընդունենք նրա սերը, դառնանք Քրիստոսին։ Այսքանը այսօր, Աստված օրհնի եւ պահպանի յուրաքանչյուրիդ։ Ամեն։